Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հարգարժան հեռուստադիտողներ, աշխարհասփյուռ իմ շատ սիրելի հայություն։ Այսօր Ազատ խոսափողի տաղավարում հերթական եթերն է նվիրված հայ-սաուդարաբական բարեկամության միացյալ պլատֆորմի այսպես ասած անելիքներին, աշխատանքներին եւ այսօր ես նաեւ խոսելու եմ World Vision 2030, այսինքն Սաուդյան Արաբիայի ապագայի տեսլականի մասին եւ վերջապես մեր պլատֆորմի այն կարևորագույն կետերի ստեղծման նպատակի եւ նրա այսպես ասած նրան նետված մարտահրավերների եւ մի շարք կարևոր հարցերի ու խնդիրների մասին։ Տեսեք, Սաուդյան Արաբիայի եւ Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները հենց հատկանշական է, որ հայ-սաուդարաբական բարեկամության միացյալ պլատֆորմի ստեղծման պահից ի վեր մեծ ընթացք է ստացել։ Ինչ եմ ասում, որովհետեւ բազմաթիվ անգամներ բազմաթիվ դեպքերում ներողություն մարդիկ արձագանքել են, որ հեռավոր 2019 թվականում այն ժամանակ երևի թե միակն էի, որ կրկնում եմ արձագանքում էի եւ տարբեր ամբիոներից խոսում էի դրա մասին։ Հիմա սրա կարևորության եւ առաջնահերթության մասին։ Սաուդյան Արաբիան վերջի տարիներին անցնում է լայնածավալ եւ տնտեսական սոցիալական վերափոխումների ճանապարհով։ Երկրի ռազմավարական հիմքը հանդիսանում է Vision 2030 ծրագիրը, որի նպատակը տնտեսության դիվերսիֆիկացիան եւ նավթից կախվածության նվազեցումը։ Մայրաքաղաք Ռիադը վերածվում է տարածաշրջանային բիզնես եւ տեխնոլոգիական կենտրոնի։ Մեծածավալ նախագծերից են Նեոմ խելացի քաղաքի կառուցումը, որը նախատեսվում է դառնալ ապագայի քաղաքաշինության օրինակ։ Այսինքն սա այն բանն է, որի մասին բազմիցս խոսել եմ, մոտ 1.5 տրիլիոն դոլարանոց պրոյեկտ է, գերֆանտաստիկ, մեգա ֆանտաստիկ նախագիծ, որը ընթացքի մեջ է։ Այսինքն այս ամենի տեսլականը մենք տեսնելու ենք նաև եւ զգալու ենք նաև մեր վրա, մեր ուսերի վրա, մեր հայրենակիցները քաղել են դրա բարի դրացիական պտուղները։ Կասեմ ինչու։ Միևնույն ժամանակ երկիրը պահպանում էր խոշոր մշակութային արմատներ, լինելով իսլամական աշխարհի կենտրոններից մեկը։ Մեքքան եւ Մեդինան ամեն տարի ընդունում են միլիոնավոր ուխտավորների։ Նա մուսուլմանական աշխարհի հոգևոր կենտրոնն է, Հայաստանը քրիստոնեական աշխարհի հոգևոր կենտրոնն է եւ առաջինն է աշխարհում, որ ընդունել է որպես պետական կրոն քրիստոնեությունը։ Այսինքն այստեղ կապը նույնպես առանցքային է եւ հատկանշական է։ Մենք կարող ենք որպես երկու կենտրոններ, մեկը իսլամի, մեկը քրիստոնեության փոխըմբռնման, միջմշակութային այսպես հարաբերությունների հաստատման նոր պատմական էջ բացել։ Երկրորդ, Հայաստան եւ Սաուդյան Արաբիա հարաբերությունները վերջին տարի նկատվում է տրքություն աճ երկու երկրների միջև, հատկապես տեխնոլոգիական ներուժի, զարգացման ՏՏ ոլորտի եւ կրթական ավանդույթների, այսպես ինչի մասի ես նոր խոսում եմ, կրթական ավանդույթների մեկը մյուսի արժեքներ եւ արժանապատվություններ ուսումնասիրելու եւ ներդրումային մի շարք ծրագրեր ու մեծ շուկա, այսպես ասած, բացելու համար մեծագույն ներուժ է ընծայում եւ Սաուդյան Արաբիան եւ Հայաստան։ Այսինքն այն ամեն ինչի մասին ես ասում եմ, հիմա ավելի մանրակրկիտ կետ առ կետ ասելու եմ։ Այս համատեքստում առանձնատուկ է հայ-սաուդարաբական բարեկամության միացյալ պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը հենց իր իսկ առաջին օրվանից։ Այսինքն երբ մենք սրա մասին խոսում ենք, շատերը թերահավատորեն էին մոտենում, բայց ասում ենք ինչի համար։ Հիմա ինչն է նպատակը, ներողություն։ Պլատֆորմը կարող է ծառայել որպես համագործակցության կամուրջ հետևյալ ուղղություններով, որոնք են այդ ուղղությունները։ Առաջին, տնտեսական համագործակցություն, երկրորդ, ներդրումային ծրագրերի իրականացում, երրորդ, ստարտափերի համատեղ զարգացում, չորրորդ, գյուղատնտեսական եւ տեխնոլոգիական նախագծեր, 5-րդ, կրթական եւ գիտական կապեր, 6-րդ, ուսանողական փոխանակման ծրագրեր, 7-րդ, համատեղ հետազոտական նախագծեր, 8-րդ, լեզու եւ մշակույթի ուսուցում, 9-րդ, մշակութային դիվանագիտություն, 10-րդ, մշակութային օրեր Երևանում եւ Ռիադում, 11-րդ, արվեստի երաժշտության եւ կինոյի փառատոններ, 12-րդ, պատմական ժառանգության ներկայացում, 13-րդ, գործարար ցանցավորում, 14-րդ, բիզնես ֆորումներ, 15-րդ, առևտրային առաքելություններ, 16-րդ, թվային համագործակցության հարթակ։ Սա այն կարելի ասել, այսպես սեղմագիր տարբերակով ամենամինիմալ բանն է, որ ես կարողացել եմ թղթին հանձնել, չնայած շատ կան, ուղղակի փորձել եմ ամենա այսպես քիչ տարչանած այնքան շատ է, մենք ասենք այս 16 կետերը որ թվարկեցիք, մոտ 100-ից ավել է։ Ես հիմա փորձել եմ այստեղ ավելի լակոնիկ, ավելի այդ 100 կետից գոնե այսքանը կարևորները ներկայացնել։
Հիմա ինչու է սա կարևոր։ Այս պլատֆորմը կարող է դառնալ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքակրթական երկխոսության նոր ձևաչափ։ Հայաստանը իր պատմական ժառանգությամբ եւ ստեղծարար մարդկային ռեսուրսով եւ Սաուդյան Արաբիան իր ֆինանսական եւ ռազմական ներուժով կարող են փող լրացնել միմյանց։ Հասկացաք ինչի մասին է խոսքը։ Փող լրացման։ Այդ մարդիկ կան, որ խոսում են, ասում են, գիտեք, իշկանա մուսուլմանական։ Սա աբսուրդ է։ Այսինքն Սաուդյան Արաբիան մոտ 1 տրիլիոն դոլարի չափ, դրա մասին էլ կխոսեմ նաև, պայմանագիր է կնքել, որի մեջ մի քանի կետեր են ներառված։ Ջերմամիջուկային էներգետիկա, Միացյալ Նահանգների հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հիմա կասեք, ԱՄՆ-ի հետ կնքելա մեզ ինչ։ Առաջինը, Հայաստանը եւ Ամերիկան ունեն հոյակապ հարաբերություններ եւ գործընկերային, եւ նաեւ ամերիկյան հայոց սփյուռքը, ամերիկյան սփյուռքը, հայկան ամերիկյան սփյուռքը վիթխարի ներուժ ու ներդրում կարող ունել այս հարցում։ Երկրորդ, Սաուդյան Արաբիայի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2023 թվականի դեկտեմբերի 1-ին։ Սրայից մենք կարող ենք օգտվել, իհարկե կարող ենք, եւ կարող ենք փող լրացնել, ինչի մասին ես գրել եմ։ Նման նախաձեռնությունները հատկապես կնպաստեն միջազգային կապերի ամրապնդմանը, նոր ներդրումային հնարավորությունների ստեղծմանը, երկու ժողովուրդների միջև փոխվստահության խորացմանը։ Այլ կերպ ասած, եզրափակիչ մասին գամ, հայ-սաուդարաբիական բարեկամության միացյալ պլատֆորմը կարող է դառնալ համագործակցության նոր էջ, միավորվել ավանդույթն ու նորարարությունը, Արևելքն ու Կովկասը եւ մշակույթն ու տնտեսությունը։ Սա հնարավորություն է կառուցելու վստահության կամուրջներ եւ ձևավորելու երկարաժամկետ գործընկերություն իշա մեր երկու ազգերի։ Եվ այսքանից հետո թերահավատորեն մոտենալ կամ առհասարակ գիտեք ինչ կա, ինչ որ բաներ մանգալ, ինչ որ այսպես բացեր մանգալ, գիտեք ինչ կա, սա այսպես չի լինի, կարող է եւ չլինի, կարող է եւ չստացվի։ Կներեք, մեր խնդիրը աշխատասիրության քիչ եւ նվազ քայլերի մեջ է, նպատակասլացության պակասի մեջ է եւ իհարկե հուսահատության մեջ է իմ կարծիքով, սա իմ անհատական կարծիքն է։ Ես կարծում եմ, ես 3 եթե վերացնենք, մենք այս վերանշված կետերը եւ հաջողությունները ունենալու ենք։ Եվ հավատացած եմ, որ նորին արքայական մեծություն Մոհամեդ բին Սալման Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը եւ այնտեղի այդ զվարճանքների կոմիտեի համակարգող Թուրքի Ալ-Շեյխը, որը այս վերջերս տեղի ունեցավ նաև Joy Awards-ը, երջանկության ինքը մրցանակաբաշխությունը, կինոյի, երաժշտության, սպորտի, արվեստի եւ այլ ոլորտներում է տրվում, որը մեգա մասշտաբային ծրագիր էր, հունվարի 17-ին տեղ ունեցավ։ Հաջորդը լինելու է նաև այս իմ եւ իմ ընկերների կողմից հատկապես որպես հիմնադիր իմ կողմից ստեղծված հարթակը, հայ-սաուդարաբիական բարեկամության պլատֆորմը, որը պետք է հենց այդ ուղղությամբ, այդ ճանապարհով, այդ արահետով գնա։ Ինչքան էլ դժվարին լինի, ինչքան էլ խորտուբորտ լինի, ինչքան էլ թերահավատորեն մոտենան շատ-շատերը։ Բայց այս կետերը, այս 16 կետերը, որ ես նշեցի, սրանք այդ երջանկության այնտեղի մրցանակաբաշխության եւ մեր նաեւ երջանկության, այդպես ասած, հաջողության գրավականն է եւ առհավատչան է։ Ուստի ի գործ ի հաղթանակ։ Մնացեք խաղաղությամբ, մինչ նոր հանդիպում եւ բարին ընդ ձեզ։ Շնորհակալ եմ։